Ընկերներ, ողջույն, միասին արդեն մեր տեսական գիտելիքները փորձենք կիրառել գործնական դաշտում։ Ուրեմն լուծենք միասին այս հավասարների համակարգը օգտվելով Գաուսի ալգորիթմից։ Նախ եւ առաջ ինչպես ենք վարվում։ Եկեք սրա ընդլայնված մատրիցը դուրս գրենք։ Ընդլայնված մատրիցը հիշենք, բաղկացած է երկու մասից։ Առաջինը հավասարման անհայտների գործակիցներից էր կազմված, դա A-ն էր եւ B-ից B-ն էլ դա ազատ անդամների սյունակն է։ Դե եկեք գրենք։ Ուրեմն առաջին հավասարման գործակիցներն են 0, որտեղ x1-ը տեսեք չկա։ Սա 0 է։ Հետո 1, x2-ի գործակիցը 1 է եւ 3, այսինքն 1, 3, քաշենք նաեւ այս գիծը, որ գծից աչք գրենք արդեն ազատ անդամը, որը այստեղ -1 է։ Նույնը վարում ենք երկրորդ հավասարման համար 2, 3, 5 եւ 3 նորից։ Ազատ անդամը 3 է։ Այստեղ 3, 5, 7, 3, 5, 7 եւ 6։ Սա մեր մատրիցն է, որը որ պետք է բերենք աշճանաձև տեսքի, հետո արդեն այդ աշճանաձև տեսքի բերված մատրիցից կազմենք մեր համապատասխան հավասարների համակարգը ու լուծենք։ Ուրեմն ինչպես վարվենք, տեսեք, պետք է այս սյունակ դիտարկենք այս սյունակը, չէ՞, պետք է գտնենք այստեղ առաջին ոչ զրոյական տարը, ուրեմն կամ 2 կամ 3, այսինքն ես կամ այս տողը կամ ասած գիծ քաշեմ, կամ այս տողը կամ այս տողը ես պետք է առաջին տարական ձևափոխություն կատարել տեղափոխեմ վերը, որովհետև իմ նպատակը որն է, ես ստանամ այս առաջին աստիճան, այսինքն դա պետք է լինի այստեղ։ Եկեք վարվենք հետևյալ կերպ, այս տողը բերեմ գրեմ առաջին դիրքում, գրեմ 2, 3, 5, 3, այս տողը գրեցի, հետո կարամ գրեմ այս տողը 0, որտեղ տեղերը փոխեցի ես, 0, 1, 3, -1, ու երրորդ տողը նույն կերպ գրում եմ այստեղ 3, 5, 7, 6։ Սա մեր մատրիցն է, ես ընդհանրապես երկու տող տեղափոխել եմ կատարելով առաջին տիպի տարական ձևափոխություն։ Հիմա ես կատարելով երկրորդ եւ երրորդ տիպի տարական ձևափոխություն կարող եմ պետք է այս տողի, երրորդ տողի առաջին տարը զրոյացնեմ։ Ինչպես դա զրոյացնեմ։ Ուրեմն տեսեք, վարվենք հետևյալ կերպ։ Եկեք վարվեմ այս տողը բազմապատկեմ 3-ով, սա բազմապատկեմ -2-ով եւ իրար հետ գումարեմ գրեմ երրորդ տողում, որի արդյունքում ես այս տարը ես կզրոյացնեմ։ Իմ նպատակը ժողովուրդ, ուրեմն այս տարից ներքև բոլոր տարերը զրոյացնել, այսինքն մասնապես այս 3-ը պետք է զրոյացնեմ։ Հիմա ոնց ես այս 3-ը զրոյացնեմ։ Եթե ես այս տողը բազմապատկեմ, առաջի տողը բազմապատկեմ 3-ով, երկրորդ վերջի տողը բազմապատկեմ -2-ով ու իրար հետ գումարեմ, կստանամ 3 անգամ 2 6, 3 անգամ -2 -6, գումարը կտա 0, այսինքն գումարը կգրեմ այստեղ։ Եվ արդյունքում սա կզրոյացնեմ, որովհետև ես պետք է այն բերեմ աշճանաձև տեսքի։ Ուրեմն նորից արտագրենք այս տողը ոնց որ ինքը կա, ուրեմն 2, 3, 5 եւ նորից 3։ Երկրորդ տողը ոչ մի բան չենք անում, որտեղ արդեն այստեղ 0 է գրված։ 0, 1, 3, -1։ Ու հիմա սա բազմապատկած 3-ով 6, այստեղ արդեն -6, այսինքն սա 0, 3 անգամ 3 9, -2 անգամ 5 -10, 9 -10-ը կտա -1, այսինքն այստեղ -1, 3 անգամ 5 15, -2 անգամ 7 -14, 15-ին գումարած -14-ը կտա 1, ընտիր, 3 անգամ 3 9, -2 անգամ 6 -12, այստեղ կստանանք արդեն -3։ Այ այսպես, ստացանք սա։ Հիմա հաջորդիվ մենք պետք է այս համակարգի հետ գործողություն կատարենք։ Իսկ այս համակարգի հետ ոնց գործողություն անենք։ Ես պետքա արդեն առաջին աշճանը տեսեք ստացա։ Հիմա պետքա կառուցեմ երկրորդը, սա։ Այսինքն ներքևը պետքա զրոյացնեմ։ Եվ այստեղ արդեն պարզ է, եթե ես երկու տողերը իրար հետ գումարեմ, այս երկու տողերը ես իրար հետ գումարեմ, արդյունքը գրեմ երրորդ դիրքում, այս տարը կզրոյանա։ Եվ արդեն երկրորդ աշճանը ու երրորդ աշճանը նույնպես կձևավորվեն։ Շատ լավ, եկեք ուրեմն իրականացնենք դա։ Ես նորից ուրեմն այստեղ արտագրեմ մեր ունեցածը, մենք ունենք 2, 3, 5, այստեղ 3, ուրեմն ունեմ 0, 1, 3, -1, 0, -1, 1, -3, այս մատրից ունեմ։ Հիմա ես պետք է արդեն առաջին աշճանը տեսեք ձևավորվել է, սա արդեն ձևավորվել է, հիմա պետք է երկրորդը ձևավորեմ։ Երկրորդը ոնց ձևավորեմ, եկեք ես երկու տողերը գումարեմ, ու այստեղ թողնեմ, որտեղ եթե սա լինի աշճան, պետք է իրանից ձախ ու ներքև սա 0-ներ լինեն։ Հիմա լինում ենք հետևյալ կերպ, երկրորդ ու երրորդ տողերը այդ գումարում գրում ենք երրորդ դիրքում։ 2, 3, 5, 3,
Տեսեք, ես առաջին տողը արդեն անտեսվում, որտեղ ինքը աշնանաձև տեսքի ամեն ինչի այդ նորմալ է։ Երկրորդը ոնց կա, տենց գրում եմ 0 1 3 -1, ուրեմն գումարեմ գրեմ այստեղ 0 0 4 -4։ Հա, այստեղ -4։ Եվ արդեն ստացա աշնանաձև մատրից։ Տեսեք, ընտիր։ Հիմա այս աշնանաձև մատրիցը ես վերականգնում եմ, ստանում եմ դրան համապատասխան գծային հավասարների համակարգը։ Ինչ ենք ստանում։ Ստանում ենք 2x1 գումարած 3x2 գումարած 5x3 հավասար է 3։ Այստեղ x2 գումարած 3x3 հավասար է -1 եւ 4x4-ը հավասար է -4։ Այս հավասարների համակարգը։ Հիմա պետք է սա լուծեմ, իսկ սա շատ հեշտ անգից ներքև վեր բարձրանում կլուծեմ։ x4-ը այստեղից հետևում է, որ հավասար է -1, x4-ը -1։ Հիմա, եթե x4-ը -1 է, այստեղ -1-ը տեղադրեմ, կներեք, x4 չի, սա x3 է։ x3-ը -4, -1։ Հիմա -1-ը x3-ի հարժեք տեղադրեմ, ստեղ կստանա -3, -3-ը բերեցինք աջ մաս, կստանանք 3 -1, այսինքն x2-ը հավասար է 2, x2-ը ստացանք 2, շատ լավ։ Հիմա x2-ը 2-ը, x3-ը -1-ը, 3 անգամ 2 6, այստեղ -5, այսինքն ստացանք 1, 1-ը տանում ենք աջ մաս, ստանում ենք 3 հանած 1 2, 2x1-ը հավասար է 2, այսինքն x1-ը հավասար է 1։ Եվ հետաբար լուծումը կլինի 1 2 -1, այսա։ Սա մեր հավասարների համակարգի լուծումն է։ Այն մեր առաջին հավասարների համակարգի լուծումն է, այս սրա։ Հիմա եթե 1 2 -1, այս հավասարների համակարգից կամայական մեջ տեղանք, կստանանք նույնություն։ Եկեք այստեղ տեղադրենք, տեսեք, սա 2, այստեղ էլ -3, 2 -3 -1, -1-ը -1-ին հավասար է։ Տեղադրենք այստեղ 2 3 անգամ 2-ը 6, ուրեմն 2 գումարած 6 8, այստեղ 5 -5, 8-ից հանած 5 3, 3-ը 3-ին հավասար է, նույնն էլ այստեղ 3 10 13 ստացանք, հանած 7 կստացվի 6։ Այն ինչ որ ստեղ գրված է։ Այսինքն կարծես թե ամեն ինչ նորմալ է եւ ճիշտ լուծված է։ Սա երբ ունենք ազատ անդամների սյուն։ Հիմա եկեք մի հատ համասեռ լուծենք, որ մի փոքր կտարբեր։ Դիտարկենք այս համասեռ հավասարումը։ Սա նույնպես գրում ենք սա համապատասխան մատրիցը, դուրս գրենք։ Ուրեմն որն է 1 3 4 1, ազատ անդամների սյունակը 0 է, ես այն չեմ գրում արդեն։ 2 2 3 1 3 3 4 1։ Այստեղ ուշադրություն դարձնենք հետևյալ փաստի վրա, որ հավասարների անհայտների քանակը տողերից մեծ է, այսինքն սրա արժեքը կախված է լինելու x4-ից։ Հստակ լուծում չի ունենալու, սրա լուծումների քանակը անվերջ է լինելու։ Հիմա եկեք հասկանանք ոնց ենք այն լուծում։ Ունենք այս համակարգը։ Ուրեմն սա պետքա բերենք աշճանաձև տեսքի։ Ոնց բերենք աշճանաձև տեսք։ Եթե այս առաջին տողը բազմապատկեմ -2-ով, գումարեմ երկրորդի հետ, այստեղ կստանամ 0։ Այո, եկեք այդպես է վարվեմ։ Ուրեմն 1 3 4 1։ Հիմա երկրորդ տողը ձևափոխած գրում եմ։ Ուրեմն -2 2 0 -6 -2 անգամ 3 -6 գումարած 2-ի հետ -4։ Այստեղ ուրեմն -8 -2 անգամ 4-ը -8 գումարած 3-ի հետ -5 -2 1-ը կտամ -1, այսա։ Եվ հիմա այստեղ նաև մի հատ -3 գրենք, առաջ տողը բազմապատկեմ -3-ով գումարեմ երրորդ տողի հետ, որ սա 0 է, որ 1-ը լինի իմ առաջին տարը, առաջատարը տողի աստիճան պետք է կառուցեմ։ Ուրեմն այստեղ 0 -3 անգամ 3 9, 9 3-ի հետ -6, 9 3 հետ -6, -3-ը 4-ը -12-ը 4-ի հետ -8, ընտիր -3-ը 1-ի հետ -3 եւ 1, այսինքն -2, այսա։ Ստացանք այս հավասարների համակարգի այս մատրիցը։ Հիմա այս մատրիցը պետքա ձևափոխենք։ Ուրեմն այս մատրիցում վարվում հետևյալ կերպ։ Տեսեք, ես այս երրորդ տողը
կարող եմ կրճատել երկուսով։ Ես նման բան անելու հնարավորություն ունեմ, որտեղ երկրորդ տիպի տարական ձևափոխությունը ասում կարաս բազմապատկեր 0-ից տարբեր կամական թվով։ Կրճատել նշանակում է բազմապատկեր 1 երկրորդով։ Այսինքն ես այս տողը կարող եմ բազմապատկեր 1 երկրորդով, եկեք վրան հենց միանգամից ես փոփոխություն անեմ, որ մատրիցը նորից չարտագրեմ, հա։ Ուրեմն ինչ կստանամ։ Կստանամ այստեղ 6 էր մինուս գրած, այսինքն կստանամ -3, այստեղ 8 էր գրած -4, այստեղ էլ 2 է գրած, այսինքն -1։ Առաջինը ես կբազմապատկեմ -1-ով, այսինքն այս բոլոր մինուսները կդառնան պլյուսներ, պլյուս եւ պլյուս։ Հիմա այս առաջին աշճանը ունեմ 1-ը։ Դա գրեմ, առաջ տողը հանգիստ գրում եմ 1, 3, 4, 1, վերջ։ Երկրորդ տողը նույնպես պետք է ոնց կա այդպես գրեմ։ Այսինքն 0, 4, 5, 1։ Հիմա երրորդ տողը պետք է այս տարը զրոյացնեմ։ Իսկ այս տարը ես ոնց զրոյացնեմ։ Եթե ես այս տարը բազմապատկեմ 4-ով այս տողը, իսկ այս տողն էլ 3-ով, գումարը մի այդ կստանամ 0, այսինքն 0, 0, 3 անգամ 5 15, -4 անգամ 4 16, այսինքն -1, եւ այստեղ էլ 3 անգամ 1 3, -4, -1 անգամ 1 4, 3 -4 կտա -1։ Սա այն է, ինչ որ ես ուզում եմ։ Եվ ես ստացա արդեն աշճանաձև մատրից, տեսեք աստիճանները։ Հիմա եկեք վերականգնենք սրան համարժեք, համապատասխան հավասարների համակարգ, եկեք սա ես screen անեմ, տանենք հաջորդ edge, այստեղ բերեմ։ Ոնց որ screen-ը չպահպանվեց։ Okay, լավ, screen-ը չի պահպանվել, եկեք ես բան անեմ։ Ոնց կլիկ անեմ։ Հա։ Լավ, եկեք համակարգը արտագրեմ այստեղ, ուրեմն ինչ համակարգ ենք ստացել, ստացել ենք հետևյալը։ 1 3 4 1 0 4 5 1 0 0 -1 -1։ Ես այստեղ կարող -1-ով բազմապատկեմ, սրանք ստանամ նույնպես պլյուսներ։ Եվ վերականգնեմ սրան համարժեք համապատասխան հավասարների համակարգ կստանանք հետևյալը, ուրեմն x1 գումարած 3 x2 գումարած 4x3 գումարած x4-ը հավասար է 0։ Այստեղ 4x2 գումարած 5x3 գումարած x4-ը հավասար է 0, ազատ աթանասյունակը 0 է։ Ուրեմն այստեղ կստանանք, որ x3 գումարած x4-ը հավասար է 0։ Ստացանք սա։ Հիմա տեսեք, x3-ը x4-ով արտահայտվում, այսինքն կարող եմ գրեմ, որ x3-ը, այստեղից հետևում է, որ x3-ը դա հավասար է -x4։ Ես ունեմ, պետք է ունենամ 4 լուծում։ x4-ը գտա, սա վերջին լուծումն է, չէ՞։ Այստեղ ստորակետներ եկեք դնեմ։ Ուրեմն x3-ը գտա, x3-ը -x4-ն է, -x4։ Ընտիր։ Հիմա եկեք x2-ը գտնեմ, x2-ը հավասար է։ Ուրեմն 5x4 5 -x4, այսինքն -5x4 եւ մի հատ էլ x4 կտամ -4 x4, -4x4, այսինքն 4x2 հանած 4x4-ը հավասար է 0։ Այստեղից հետևում է, որ x2-ը հավասար է x4։ x4։ Հիմա եկեք առաջինը լուծենք։ Ուրեմն տեսեք x1 x2-ը դա x4-ն է։ Ուրեմն 3x4 հանած 4x4, որտեվ x3-ը -x4-ն է, x4-ն է։ Ես x4-ով եմ էլի լուծումներն արտահայտում, ուրեմն ստանում ենք այստեղ 3x4 -4x4 եւ մի հատ 4x4, այսինքն ոնց որ ստացվում է 0, չէ՞։ 3 -4 ու 1 ստացվեց 0, այսինքն x1-ի փոխարեն գրեմ 0։ Այս է իր լուծման ընդհանուր նկարագրությունն է։ Այստեղ x4-ին ինչ արժեք տանք հավասարման համակարգին բավարարում, եկեք օրինակ վերցնենք 1-ը դնեմ, հա, 0 1 -1 1 ու եկեք գնանք համակարգը ստուգենք, տեսնենք ճիշտ է թե չէ։ Թիշենք 0 1 -1 1 եկեք տեղադրենք օրինակ սրա մեջ։ Ստանում ենք ստեղ ուրեմն 3 4 եւ 1 հավասար 0, այսինքն կամական x4-ի կամական արժեքի համար ինքը լուծում ունի։ Այս նույնը ստա կարող տեղադրենք, հա, օրինակ սա 0 է լինում, սա էլ է 0 լինում, այսինքն ստանում ենք 2 -3 1-ը էլի 0 է, 3 4 1-ը էլի 0 է։ Ոնց որ թե վերջ։
Վերջ ընկերներ, սա ուրեմն գործնական կիրառությունը այս թեմայի հետ կապված, մենք էլ գծային հավասարման համակարգին կարծես թե չենք անդրադառնալու, հաջորդիվ մատրիցների հետ աշխատանքն ենք ուսումնասիրելու։ Մատրիցը բազմապատկեր եւ այլն։ Այս մոտեցումը իրական համակարգի լուծումը ինձ թվում է բավական հեշտացնում է մեր գործը։ Եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսները, որովհետեւ կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։